Ժորժան, ողջունում ենք ձեզ ևս մեկ օր, ինչպես հայտնի այսօր երկրորդ օրն է, երբ պետք է հարցաքննությունը տեղ ունենա, կրկնեմ, դատարկ, փուչ, շինծու, անիմաստ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված այս իրավական ֆարսը։ Շնորհակալություն, Ժորժան, որ ստեղ ենք, տեսնում եմ բազմաթիվ դեմքեր, ով շատ շուտմանից ճանաչում եմ, իրականում իրավիճակը պարզից պարզ է։ Այն ինչ մենք այսօր տեսնում ենք, դա դասական առումով քաղաքական հետապնդում է։ Ով ինչ ուզում ասի, ով ինչ ենթադրություն ուզում անի, դա այդպես է։ Ընդ որում նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը տվյալների, որոնք զետեղված են մամուլում կապված քրեական գործի հետ, ցույց են տալիս շատ պարզ մի իրողություն։ Այդ իրողության տրամաբանության ներքո ոչ թե պարոն Ծառուկյանը ոչ թե մեղադրյալ պետք է ճանաչվի, այլ պետք է ճանաչվի տուժող, որովհետև այն ինչ տեղի է ունեցել, սա նոր պատմություն չի։ Իրանում իմիջայլոց այս գործի շրջանակներում իրավական գործընթացներ էին տեղի ունեցել և իրանական պատկան մարմինները դատարանը որոշում էր ընդունել, որ հենց Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե մեքենայություն, թե հարցագործ։ Հասկանալի է և հասկանում ենք, որ այս պարագայում կրկնեմ ևս մեկ անգամ ոչ մի իրավական, ընդհանրապես ոչ մի իրավական հիմքեր չկան։ Յուրաքանչյուր դեպքում մենք ստեղ ենք, մենք միշտ եղել ենք, կանք և կլինենք պարոն Ծառուկյանի կողքին և երեկ ասել էի մի արտահայտություն կա, արդարությունը, այո, լինում է, որ ապահում է, ուշանում է, բայց ինքը մի ունակություն ունի, ինքը միշտ վերջում գալիս է։ Ազատություն Ծառուկյանին, ազատություն, ազատություն։